Ողջույն, պատրաստելու ենք մարինացված կարմիր պղպեղ և ծիծակ, որը կարելի է վայելել ժամեր հետո։ Մանրամասն բաղադրատոմսը կգտնեք գրառման բաժնում, իսկ մենք սկսեցինք։ Առաջին հերթին կաթսայի մեջ լցնում ենք ջուրը, բուսայուղը, էսենցիան, աղը, շաքարավազը, սև պղպեղ հատիկավոր և դափնու տերև։ Տանում ենք գազօջախի վրա, հենց սկսում է տաքանալ ջուրը, ավելացնում ենք սխտորը, կծու պղպեղը, նեխուրը։ Իդեպ կծու պղպեղը պարտադիր չէ, եթե սիրում եք, միայն այդ դեպքում ավելացրեք։ Մենք որոշեցինք ավելացնել նաև մեր պատրաստած կանաչիներով աղից, որ ել ավելի համեղ ստացվի։ Հենց սկսում է եռալ, սկսում ենք ավելացնել պղպեղները։ Իդեպ ամեն կողմից տապակելու ենք կամ շոգեխաշելու ենք 5 րոպեով։ Հետո հանում ենք և կրկնում ենք պրոցեսը մինչև պղպեղների ավարտվելը։ Նշեմ, որ մենք նեխուր շատ ենք սիրում և միշտ շատ ենք պատրաստում։ Չենք պահածոյացնելու, այլ դնելու ենք սառնարան կաթսայով